Հողերը համարյա գրամսի մոտ չի ջրվում։ Արագածոտնի մարզի Զովասար բնակավայրն է։ Արագած լեռան լանջին գտնվող այս գյուղում ոռոգման ջրի համակարգ չի գործում։ Բնակիչները նշում են, իրենց հույսը անձրևներն են։ Նույն խնդիրը առկա է նաև հարևան Ոսկեթաց եւ Ծաղկասար բնակավայրերում։ Դաշտը լրիվ ասուհուսին է։ Աստված անձրև տվեց, կլինի, չէ։ Սպասում ենք վերևից բանի կաթիլ անձրևին։ Բնակիչների խոսքով փոքր առվակները չեն բավականացնում մի քանի բնակավայրերի հողերը ջրելու համար։ Այդ իսկ պատճառով խմելու ջուրն են օգտագործում, իսկ երվում գտնվող հողատարածքներն ընդհանրապես ջրի երես չեն տեսնում։ Արվով է գալիս, մինչև գալիս է ջրի կեսը կորնում է, կորուստայանում։ Իսկ որ փակ տրուբով կամ կարետայով բանով ինչով մի բանով գա ջուրը չի կորնի ու բավականի ժողովուրդ ում հողերն որ դրա գնա գջրվի կարանչերային։ Հայատներում հողերը մի փոքր հողակտորները ջրել ենք խմելաջրով։ Ասենք կարիք շատ կա, բայց հնարավոր չի։ Գիտենք, որ անհնարին է, ոռոգման ջուր ստեղ չկա, բայց խմելու ջուր ունենք, նորմալ է։ Զովասարցի Ղազար Ղազարյանը իր հողերը ջրում է խմելու ջրով, սակայն միևնույն է բավարար չէ։ Ասում է գոնե արվատարների հարցը լուծվեր։ Խնձոր, սալոր, խմելու ջրով ենք ոռոգում։ Այգիներն էլ նորմալ չի ոռոգվում։ Նորմալ արվատարներ է անի, ջուրը նորմալ է անի։ Մեկ էլ ժողովրդին աշխատատեղ անի, ժողովուրդը կաբրեն։ Ոչ մեկից են կախված չենք։ Մենք վերև մի հատ էլ մեծ գոլ ունենք էլի։ Պրոստը էլի արվատար չկա։ Այդպես զորերով է գալիս, ջրերի մեծ մասը կորնում է։ Զովասար եւ Ոսկեթաց բնակավայրերի վարչական ղեկավար Գևորգ Մարգարյանը մեծ հետ զրույցում ընդգծեց, ոռոգման ջրի բացակայությունն իրենց տարածաշրջանում ամենալուրջ խնդիրն է։ Այս տարածաշրջանում գրեթե բոլոր տեղերը ոռոգման խնդիր կա ու հիմնականում կառավարությունն էլ այդ ուղին է որտեգրել 27 թվին հիմնական ջրային ռեսուրսների ճիշտ բաշխումն ու հիմնական ուղղվածությունը ջրային ռեսուրսների վրա։ Թալինի համայնքապետարանից հայտնեցին, որ իրավիճակը հայտնի է իրենց, սակայն խնդիրն ամբողջությամբ լուծելու համար ժամանակ եւ մեծ ռեսուրսներ է հարկավոր։ Միգուցե ներդրվի ավելի խելացի լուծումներ, քան օրինակ նախորդ տարիների լուծումներն ա եղել, այսինքն կարելի է օրինակ ջուրը ավելի խնայողաբար օգտագործել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թալին համայնքը չունի այնքան քանակի մեծ քանակի ջրային պաշարներ, որպեսզի բոլոր բնակավայրերին անշուշտ ապահովի ոռոգման ջրով։ Իսկ ինչը մնում է ոռոգման ջրի համակարգի ստեղծման կամ հիմնանորոգման հետ, դա միանշանակ հետևողականորեն մենք գնալու ենք այն ուղղությամբ, որ կարողանանք ապահովենք մնացած բնակավայրերին եւս ոռոգման ջուր, բայց պետք է այս փուլում դիտարկենք, թե ինչ հնարավորություններ ունենք եւ ինչպես կարող ենք հասնել դրան։ Սուբվենցիոն ծրագրերով որոշ աշխատանքներ տարվել են, գազաֆիկացում, փողոցների բարեկարգում եւ լուսավորություն, սակայն ոռոգման ջրի խնդիրը դեռ մնում է չլուծված։ Խմելու ջուրը, որը պետք է ծառայի կենցաղային նպատակների համար եւ որի կարիքը շատ ունեն հարևան Արմավիրի մարզի բնակիչները, այս տարածաշրջանում դեռ կօգտագործեն հողերի ոռոգման նպատակով։ Տիրուն Մարգարյան, Արսեն Գրիգորյան, Regions TV, Արագածոտնի մարզ։